Այս ամբողջ օրերի ընթացքում մեզ մոտեցել եք, հարցրել եք, ախր շատ ենք ցավում, ինչով աջակցենք։ Ակտիվ գործողությունների փուլ պիտի մտնենք, այնպես որ աշխարհն իմանա, որ մենք չենք ներելու, չենք հանդուրժելու, չենք լռելու Բաքվի բանտում գտնվող գեթ 1 գերու համար։ Բոլորը պիտի վերադառնան տուն։ Ուզում է Ադրբեջանը դա թե չի ուզում, հայորդիները պիտի վերադառնան տուն։ Եվ այս առումով մենք նախանշել ենք երկու ծրագիր, այսպես եթե կարող եմ ձևակերպել, կարճաժամկետ եւ երկարաժամկետ։ Կարճաժամկետ առումով մենք պարտավոր ենք անել գործողություններ, որի հետևանքով Ռուբեն Վարդանյանը կկարողանա դադարեցնել հացադուլ։ Իսկ ինչի մասին է նա սկզբունքայնությունը, որ եթե իր պահանջները չեն բավարարում, նա շարունակում է իր պայքարը Բաքվի բանտում։ Եվ նա նաև թվարկել է մի քանի պահանջներ, դուք գիտեք ի թիվս նրա, որ ադրբեջանական օրենքներով, եթե կարող եք ինձ դատեք, բայց դատեք ձեր օրենքներով արդար եւ թույլ տվեք ներկայություն միջազգային հանրության, միջազգային իրավապաշտպանների, լրագրողների միջազգային կառույցների եւ հետեւաբար այդ մարդիկ իրավունք ունեն եւ կարող են ներկա գտնվել բոլոր գերիների դատավարությանը։ Մինչ այսօր դա տեղի չի ունեցել։ Ինչու՞։ Ես չեմ հասկանում, որևէ մեկը այս պահանջներին տիրություն չի արել, չի արել։ Այդ անտեսանելի ջանքերը անգամ այս ուղղությամբ չեն աշխատել, որ ներկայացուցիչ գտնվի Բաքվի բանտում փակ գաղտնի դատավարության, կարծեք թե պետական գաղտնիք է այնտեղ։ Դե եթե այդքան արդար եք ու մեղադրանքները ձեր արդար են, բաց դատավարություն արեք, թող մասնակցեն։ Ու անգամ եթե փակ է, միջազգային կառույցները մանդատ ունեն այնտեղ մասնակցելու։